Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ ասա, բացատրեմ, ի՞նչ է նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում Չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցիչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես, ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք հարգելի, չէ, մի վարքյան։ Որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության։ Այո, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյան օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը, օրինակ Սերժ Սարգսյան, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, այս կներեք, որ ասում են թե դրա պատճառով լարվեց, սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասում ուղղակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարքյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Տելեգրամյան ալիքան հետ կապված Նիկոլ Փաշինյանը ցույցում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղի ունեցել, ինչ է զոհերի թվի հաշվարկ եք անում այսօր։ Ով էր անում։ Ի՞նչն է կասկածի տակ։ Ով ասեց կասկածի տակ, ով է կասկածի տակ։ Դե ասում դեռ պետք է հասկանանք ինչ։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, օրինակ, չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Էս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում, հանկարծ չվերագրեք ինչ որ մենք։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալման պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության։ Ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ, ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ ունի։ Թեին իշխանություն վերես դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Ձեր համար նորություն է դա։ Դե տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեվ այո, դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Ես Ժորժա մեր պատմություն չէ, մեր որ ուզենայինք կասեցնել, վաղուց կկասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնել, ով ասում պետք է կասեցնել։ Պարոն Ալեքսանյան, դուք երբ եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային ժողով։ Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդ ասում է, որ Սերժ Սարգսյան ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ ապորտ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ասում է։ Հիմա որ միացնեմ, ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Տոցագրպանում հեռախոս եմ պահում, հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի սրճ անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջը։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Մի վարքան։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանի թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Եվ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, էսի չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա
բայց 7 տարին ինչ կապ ունի, մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Մի վարքյան հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենաք։ Վայ։ Դե ժողովուրդ, տնից եք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ ունեցա բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ն ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջին։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակ ով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ Դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք ինչպես են հավաքվում։ Ինչպես են հավաքվում։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելու։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում էին ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել, որ քվեարկեք, ու այդ ծերը ասեց, որ Մարտուն Գրիգորյանին է։ տեղեկություններ կան, որ Վիվարոյի Վիգենի միջոցով ինչ-որ ընտրակաշարքի մեխանիզմներ, մամուլի սոցցանցերում այդ տեղեկությունները։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք, ընդդիմադիր հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր, եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար, հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է, ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանում, 1000 ներողություն էլի, 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի, մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք, եթե ինչ-որ մեկը տենց պնդում է անում մարդ իր դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Համաձայնեք, որ ասենք Հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա բա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Դե բա դե ասում եք դժվար է ապացուցել, ասում եմ թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշարք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան ասում են փող կֆռա, մեզի նենց այնպես մարդիկ են Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշարք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են իրանց այնց մարդիկ են մեզ պետք որ կարևոր չի թե ում կուզենան այնքան որ իրանց փող տա որ գաղտնալսեն ինչ կգտնեն որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն ուրիշ բան չեն կարող գտնել միանշանակ եմ ձեզ պնդում ուրիշ բան չեն կարող գտնել այդ փող բաժանած ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած Եվ որ իշխանություն չլինի, ինչ, փայլակ ջան, անկեղծ դուք Գյումրեցի, դուք Գյումրուց եք, չէ՞։ Սկանդալային ձայնագրություններ հայտնվեն։ Թող հայտնվեն, ես ընդհանրապես դեմ չեմ։ Հա, ես Գյումրեցի եմ։ Դուք Գյումրեցի եք։ Այո։ Դուք լսել եք որևիցե Գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք է բաժանում։ Չէ։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ։